կողմ բղավում են հեռացի, մյուս կողմ գոռում են վեհապար։ Հայտարարություն է, եթե այսպես մի բառով նկարագրենք, հայտարարություն է այս ամբողջ ընթացքում ուղղակի շատ եմ ափսոսում, շատ եմ ամաչում, որ ամբողջ աշխարհի դիմաց մենք կարող էինք մեր տաճարը նման իրավիճակում պահել, նման իրավիճակ ստեղծել այստեղ։ Ուղղակի հայտարարություն է, այն ինչ արվեց իշխանությունների կողմից, սա դրանք է, ամեն ինչը, ուղղակի հայտարարություն է։ Անթույլատրելի է ու մենք հասկանում ենք, որ ուղղակի մարդիկ չեն եկել, ուղղորդված բերվել են իրանց համայնքի ղեկավարներով, ոստիկանության աջակցությունով եւ ամեն ինչով, այս ամեն ինչը փորձել են սա դրանք կազմակերպել, բայց մյուս կողմից ես ներսում էի ժամերգության ժամանակ, վեհապարը իր խոսքը ասեց, ինչպես որ կարգն է ու կանոնն է, ամեն ինչ տեղի ունեցավ եւ դուրս եկավ վերադարձավ վեհարան, Միրզախանյանը հայտարարեց, որ հաջորդ անգամ իրենք են գալու եւ այստեղ իրենք են մասնակցելու ժամերգության իրենց գլխավորությամբ է անցկացվելու։ Տեսեք, ես չգիտեմ ինչ ասել, չեմ ուզում իր խոսքերը մատնաբանեմ, բայց մեկ խոսքով այդ մարդիկ, ովքեր այս դավադրության մաս են դարձել, փորձելու են շարունակել, քանի որ ունեն իշխանական այս լծակները, կարտ բլանշ ունեն իշխանությունների կողմից, փորձելու են անեն։ Ես չգիտեմ այդ հայտարարությունը, երևի Մայրաթորի իր հերթին հայտարարություն կանի այդ ամեն ինչի հետ կապված, մենք այստեղ եղել տեղեկություն կա, որ քահանաների վրա ներսում հարձակվել են, ինչ-որ ծեծի են ենթարկել քահանաների են հանել այս մասով որևէ։ Ես նման բան չեմ տեսել, ես ինքս նման բան չեմ տեսել, բայց շատ մարդ կա, շատ խառը վիճակ ա եղել։ Ստացվում է, որ դուք այսօր գրոհեցիք վեհարանը։ Ստացվում է, մենք այսօր եկանք, մասնակցեցինք եւ ժամերգությանը եւ մեր աջակցությամբ, մեր ներկայությամբ, մեր աջակցությունը ցույց տվեցինք հայ առաքելական Սուրբ եկեղեցին։ Որովհետեւ հականդեմ բաներ կային, որ եթե իշխանության համակիրներն են գալիս, ապա գրոհում են վեհարանը։ Հիմա եթե դուք եք գալիս, դա գրոհ չի։ Դուք գրոհ եք տեսել եք ժամերգությունը, մասնակցությունը, ինչ որ գրոհ այդտեղ տեսել եք։ Դա դուք գրոհ եք տեսել, որ գրոհ եք ասում։ Երբ որ իշխանությանն է վերաբերում, երբ որ դա կանոնական կարգերը խախտերով այլնում, երբ որ քահանան հռչակվում է կարգալույց, բայց ոստիկանական ուժերով շարունակում են դա պահել, իսկ ուրիշ ձև դուք ոնց եք դա անվանում։ Ոստիկանական ուժերով այսպես փորձես ուզում են թող գնան իրանց համար աղանդ ստեղծեն, չգիտեմ, կաթողիկոս իրանց համար ընտրեն, այդ աղանդի մեջ լինեն։ Ինչ են ուզում ես 1700 տարվա մեր եկեղեցին քանդել։ Խոսքը սրա մասին է։ Կազմակերպել, այլ միայն աջակցում է։ Լավ, դուք չեք տեսել, մայիսի 28-ից ոնց որ սկսել է այս գրոհը, այս արշավը ու ամեն ինչը դրա արդյունքում է իրանց կողմից։ Այն ինչ կատարվում է, այս արշավի տարբեր մասեր են, այսպես տարբեր սերաններ են։ Ինչի մասն է խոսքը իրանք չեն կազմակերպել։ Բացառված է։ Ես կաթողիկոսի հետ չեմ շփվել։